Հիսուսը իսկապես Աստված է։ Շատերը ասում են, թե Հիսուսը երբեք բառացի չի հաստատել, որ ինքը Աստված է, բայց նոր կտակարանը պարունակում է հստակ վկայություններ։ Այս տեսանյութում կանրադառնանք դրանցից մեկին՝ Հովհաննես 20:28-ին։ Երբ հարությունից հետո Հիսուսը հայտնվում է Թովմասին, Թովմասը դիմում է նրան եւ ասում է. «Տեր իմ եւ Աստվածին»։ Սա պարզապես զարմանքի բացականչություն չէ։ Հունարեն բնագրում գրված է. «Ապեկրիտե Թոմաս կե իպն ավթո, հոկյուրիոսմու կե հոթեոսմու»։ Ուշադրություն դարձրեք։ Բնագրում այստեղ երկու անգամ օգտագործվում է հո որոշիչ հոդը, որը նշանակում է, որ Թովմասը Հիսուսին դիմում է որպես իր միակ Աստծո։ Սա ցույց է տալիս, որ Թովմասը չի խոսում որևէ ընդհանուր Աստծո մասին, այլ դիմում է Հիսուսին որպես միակ ճշմարիտ Աստծո։ Ավելին, տեքստում գրված է, որ Թովմասը իր խոսքով դիմում է Հիսուսին։ Հունարեն բնագրում ավտո, այսինքն նրան։ Նրա խոսքը ուղղված էր հենց Հիսուսին, ոչ թե պարզապես զարմանքից բացականչություն է։ Եվ որ ամենակարևորն է, Հիսուսը չի ուղղում նրան։ Նա չի ասում ես Աստված չեմ։ Փոխարենը ասում է. հավատացիր, որովհետև տեսար։ Այսինքն, Հիսուսը ընդունում է այն, որ Թովմասը նրան կոչում է Տեր եւ Աստված։ Սա հստակ ցույց է տալիս, որ Հիսուսի աշակերտները նրան ճանաչում են ոչ միայն որպես ուսուցիչ, այլ որպես մարմնացած Իսրայելի միակ Աստծո, եւ Հիսուսը հաստատում է այդ հավատը։